իշխանությունները շատ է սիրում կահարել համաչափ զարգացում հանրապետության տարածքներում, բայց ես տեղյակ եմ, որ վերջին ժամանակները սկսել են շահութային արժեքները տեղափոխել Երևան։ Երեսունի կենտրատարածքում պատգամավորության թեկնածուի առաջադրվելու մեր Արտաշան Մուրադ Գրիգորյանը, որին մենք քաջ ծանոթ ենք, մենք վաղեմի աշխատանքային ընկերներ ենք եղել, հիմա մեր Մուրադ Գրիգորյանի քարոզարշավը սկսվում է Ջաջուր գյուղից։ Նրա ողջունելու բարիքների մեր Ջաջուր գյուղում։ Մեր ժողովրդին հարիշ չէ գյուղերի այս ամայի վիճակն ու դադարվելը։ Մենք պարզ իրակ մեր ժողովրդին ներկայացնում ենք այս ընթացքը ուր է հասցնելու եւ դեմն առնելու ամենաճիշտ ձևը, ամենաարդյունավետ ձևը ոչ ասելն է իշխանության տերածողներին։ Ոչ ասելն է Սերժ Սարգսյանի ու նրա կլանի ծրագրերին։ Դոկտորանի վերցրեց ես ինչի չվերցրեց։ Վերցրեց բարդականություն, վերցրել իր վրա որ բդենդրե։ Վախենա անգմար, դիպորը վերցրել են այդ փողը բդենդրե։ Ես չեմ ուժանասում ին մոտ մարդեն չեմ պատկերացնում որ ինչ որ արդար ընդրություն եղնի նորից 10,000 դրամներ չփոխանոցին։ Այդ 5,000-ներին էլ համաչեմ եք, խնդրում ենք ուղղակի։ Մերիկ էսպես ավիկ, Գնեք ես արա կառնեք, գնեք։ Առանց վախենալու ու առանց վարանելու կոչ եմ անում ձեզ բոլորին։ Չվախենաք այս իշխանություններից ու իշխանավորներից։ Այս ընթացքով նրանք մեր երկիրը վերածում են համակենտրոնացման ճամբարի։ Ամեն մի կեղծված ընտրությունից հետո, ամեն մի ընտրակաշարքով ընտրված ընտրությունից հետո հետևում է մարդկանց մասսայական արտահոսք, արտագաղթ։ Երիտասարդ ընտանիքները արտագաղթում են։ Փոստը ձեռով կընտրենք։ Ազգային շարժման սկզբից միջև վերջ պայքարի մեջ է արդարության ու ազնվության համար է, միջև օրս է պայքարի մեջ։ Շատ լավ ազնվություն, շատ լավ քաղաքական գործիչ։ Հարկելի ջաջուրցիներ, դուք գիտեք այսօրվա դրությամբ 20 տարի եղնի քաղաքականության մեջ մարդու եղնի ընդդիմադիր։ Մենք կրնանք Անդրեյ Մուրադ Գրիգորյանին։ Այո, կնդրինք Մուրադ Գրիգորյանին։ Երեսունի կենտրատարածքում ազգային ժողովի պատգամավորության թեկնածուի առաջադրվել պարոն Մուրադ Գրիգորյանը։ Շիրակի մարզի Ախուժանի տարածաշրջանի բնակիչ։ Հույսով ենք, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի եւ ամսի 2-ի ընտրություններին իրենց ցայնը կդան պարոն Գրիգորյանին։ Թող մերեն ուշին չեն։ Բացի էլ ինքը հին աշխատող, մենք գիտենք իրեն, ռայոնից էլ աշխատել է, հարկանքով, Մենք առանց իրանց գալուն ինչ որոշեցիք նստաստեղ։ Կարտացիք թղթեր, նսենք որ տեղեք, միրս տեղեր մերեդերի։ Դոկոր թասիբունի մենք կնսնե պետար։ Մշեցիք, կոնգիշ բիկիդա մեղայասու չեսի։ Ես իմ արմատներով մշեցի եմ։ Մենք է ձեր ենք։ Ձեր ասած բոլոր դատողությունները ես երկու ձեռքով կողմ եմ։ Մենք ճանապարհի կեսից հետ կանգնող, հետ դարձող չենք։ 20, 25, 30, 35 տարվա հարաբերություններ պաշտպանվել, դա մեր այրան կանչն է։ Ես չեն կարող, ոչ չկարողացան ոչ վախեցնել, ոչ լռեցնել, ոչ հասցնել երկրից արտագաղթելուն, մեր տեսակը մենք մեր երկիրը շենացնում ենք հողի վրա ապրելով, գյուղերում ապրելով։ Մեր տեսակը այս երկրից, մեր երկրից հեռանալու տեղ չունի։ Մուրադ Գրիգորյանի ճանաչում եմ շուրջ 30 տարի։ Նա շատ բարձր ինտելեկտուալ մտավորական է, մեր Շիրակ աշխարհի ծնունդ, գյուղացու զավակ, մի խոսքով մեր բոլորի հարազատն է եւ այսօր իսկականից մեզ համար շատ ընդիր, գեղացու դարձը հասկացող, գեղացու գործը պատկերացնող, լրիվ ամեն ինչը գիտակցող մարդ է։ Իրան ենք մենք ընտրելու։ Թող կուպես եղնին
ամեն տեղ աշխատող, գյուղապետել, նախարարություն, ասաղ են դոխու պես որ մեզի պեսներուն ցավան ու հոկան որ տան մեկ թիկեմ հաց ունենանք ուտենք։ Մեր Մուրադ Գրիգորյանը ինքը գյուղի տղա է, գյուղի զավակ է, ինքը գյուղացու չարչարանք հասկանում է։ Ես չկա, մարդիկ կան Երևանից կան, ես իմ որյորդ հարգը, ստեղ գյուղացու հողի հեժան գներով կարին ցանեն։ Մեր կառավարության մեջ, մեր դեպուտատության մեջ չկա մեկը որևէ, որը մտածի գյուղացու մասին։ Իսկ ես հույս ունեմ, որ Մուրադ Գրիգորյանը գոնե եթե մեր գյուղի մասին չի մտածի, նա գյուղի մասին է մտածի, այդ հարցը առաջ քաշ է, մեր գյուղացին կօգտվի գա։ Ու ես հրավերեն հույս ունեմ Մուրադ Գրիգորյանը, ես իրան ճանաչում եմ 35 տարի ճանաչում իր այդ ընկերությունը գնում մոդիկություն, ինքը հարցով անպայման կզբաղվի։ Ինքը շատ հարցով է մեր գյուղին օգնել։ Այս ժամանակ որ երբ որ եկել դեռ դեպուտատը չէ, բայց շատ բանով օգնել է մեր գյուղին։ Երբ որ կանալները սարքեցինք Մուրադ Գրիգորյանի շնորհքով վերավ կազմակերպությունը հետ ծանոթացրավ ինձ, որ գյուղի կանալները սարքեցինք 4 կիլոմետր մեկ ենք սարքել, 2 կիլոմետր մեկ։ Դա Մուրադ Գրիգորյանի շնորհքն է։ Նա ծանոթացեց ինձ այդ մարդկանց հետ, խոսացավ, որ այդ բանը կօգնենք։ Մուրադ Գրիգորյանը շատ հույսեր ունեմ ես, ու հույս ունեմ որ ինքը գյուղացու կողմն է։ Գյուղացու ծնված, գյուղացու կողմն է։